Բարի գալուստ մայրիկների ակումբ, ասում են ոչինչ հավերժ չէ արևի տակ։ Չեմ վիճում, բայց համոզված եմ, որ կան բաներ, որոնք գոնե ծնողների համար հավերժությունից էլ թանկ ու կարևոր են։ Դա սերն է մեր երեխաների, նրանց անվերջանալի հարցերն ու համբույրները, խենթություններն ու անկեղծ ծիծաղը։ Մեր փոքրիկ արքայազներն ու արքայադուստրիկներն արժանի են լավագույն խնամքի ու դաստիարակության, ինչը մենք կարող ենք ապահովել միայն որոշակի գիտելիքների առկայությամբ։ Նեղ կոնքեր, որքանով է այս հասկացությունն ազդում հղիության և ծննդաբերության վրա, բացատրում է գինեկոլոգը։ Մանկական հագուստը մաքրման ու լվացման առանձնահատուկ մոտեցում է պահանջում, կսովորենք։ Թատրոն ու երեխաներ, ինչու նպաստել այդ կապի ամրացմանը, պարզաբանում են ոլորտի ներկայացուցիչները։ Այսօր միավիդ են պայքարի համաշխարհային օրն է։ Հղիությունն ասես միֆերի մագնիս լինի, բավական է շրջապատում իմանան, որ հղի եք ու սկսվում է ամեն մեկը շտապում է պատմել իր իմացածը։ Դա մի կողմից լավ է, հոգատարության դրսևորում է, իսկ մյուս կողմից շատ վատ է, քանի որ գերիշխում է բացասական տեղեկատվությունը և միշտ չէ, որ ասվածը համապատասխանում է իրականությանը։ Խոսքից ճշմարտացիությունն իրենց մաշկի վրա հաստատ զգացել են այն մայրիկներն, ովքեր առերևույթ նեղ կոնքեր ունեն։ Այդպիսի կոնքերով կանայք դժվար են ծննդաբերում, պետք է կեսարյան հատում արվի և այլն և այլն։ Առաջարկում եմ հենց հիմա լույս սփռել նաև այս հարցի վրա։ Մայրիկների ակումբում է գինեկոլոգ Դարիկո Մելքոնյանը։ Ողջույն Տիկին Մելքոնյան։ Բարև ձեզ։ Նախ հասկանանք ինչ է նշանակում նեղ կոնք։ Ո՞րն է կոչվում նեղ կոնք։ Նեղ կոնք հասկացողությունը տարբեր են լինում։ Կա առաջինը, ասենք, ֆունկցիոնալ նեղ կոնք, որը կլինիկական ֆունկցիոնալ նեղ կոնք։ Որը արտաքին չի երևում։ Չէ, արտաքին չի երևում։ Կա անատոմիական նեղ կոնք։ Անատոմիական նեղ կոնքը արդեն հնարավոր է արտաքին երևա։ Ոչ բոլոր նեղ կոնքերն են, որ հնարավոր է արտաքին երևա։ Այստեղ փաստորեն խնդիրը բարդանում է։ Բարդ խնդիր, այդպես արտաքին միանգամից նայես ասես նեղ կոնք է։ Այս չկա նման ընդունված բան, ես լսել եմ սիրողական կարծիք է, որ բարձրահասակ աղջիկները նեղ կոնք չեն ունենում։ Սա միֆ է։ Չէ, միֆ է, իհարկե միֆ է։ Հնարավոր է այսքան կինը ունենա լայն կոնքեր ունենա։ Ահա։ Սա էլ չափանիշ չէ։ Չափանիշ չէ, բոլորովին, բայց նախատրամադրող փաստ է։ Մենք փաստը ստուգում ենք արդեն զնման ժամանակ։ Ունենք չափեր, որը մենք կոնքը չափում ենք հենց առաջին այցի ժամանակ։ Կա հղիությունը բժիշկը բացահայտեց, որ կինը ունի նեղ կոնք։ Նեղ կոնքը ունի տարբեր աստիճաններ, կա չափերի մեջ։ Առաջին աստիճան, երկրորդ աստիճան, երրորդ աստիճան, չորրորդ աստիճան։ Չորրորդ աստիճանը, երրորդ աստիճանը բացարձակ օպերատիվ վիրահատական։ Այս հղիները հայտնվում են միանգամից ռիսկի խմբում։ Միանգամից ռիսկի խմբում են բոլոր հղիները նեղ կոնքի, անգամ առաջին, երկրորդ աստիճանը, որովհետև ինչ խնդիրներ հղիության ընթացքում կարող են առաջանալ։ Ծննդաբերության մասին հետո կխոսենք։ Հղիության ընթացքում առաջին խնդիրը, որ կարող է առաջանալ, երեխան չի տեղավորվում նեղ մասում։ Կոնքը ունի երկու հատված, որը երեխային ունենք լայն հատված, լայն կոնք, փոքր կոնք։ Փոքր կոնքի չափերը հիմնականում, եթե խախտված եղան, երեխան չի կարող տեղավորվել, երեխան պետք է անընդհատ շարժվի։ Իսկ դա հնարավորություն չի տա, խանգարում է։ Խանգարում է, արդեն ստիպված երեխան բարձրանում է, արդեն լայն հատված է բարձրանում, վերին հատված է բարձրանում։ Վերին հատված է բարձրանում, արդեն որովայն, եթե նկատած կլինեք, կան կանայք, որ միանգամից դեռ հղիությունը մեծ չի, բայց մեծ որովայն ունեն։ Հա, այսպես սուր որովայնը երևում է։ Դա նեղ կոնքի ցուցանիշ է, փորձոբժիշկը անմիջապես անպայման կդիագնոզի, որ սա նեղ կոնք է։ Իսկ եթե կրկնածին նեղ կոնք ունի, արդեն հակառակը, քանի որ առաջին հղիության ընթացքում նեղ կոնքից շատ են ձգվել մկանները, երկրորդի ժամանակ արդեն ոչ թե բարձրանում է, լայն հատվածում է մնում, այլ արդեն երեխան սեղմում է, ինքը կախվում է, կախված որովայն է դառնում։ Ես օրինակ իմ հղիներին, թեկուզ առաջին աստիճանը հնարավոր է, որ ծննդաբերությունը վարենք կոնսերվատիվ սպասողական, արդեն կախված ինչ չափ կլինի, ինչ բարդություն կտա, իսկ երկրորդ, երրորդ աստիճանից անպայման նախապատրաստում եմ կեսարյան հատման,
որպեսզի եւ երեխան տրավմատիկ չի ծնվի եւ մայրը ավելորդ տրավմաների չի ենթարկվի։ Կարծես հիմնականում խոսում ենք պտղի մասին, որովհետեւ նեղ կոնքերը հիմնականում ազդում են երեխայի առողջության վրա եւ վտանգում են նրա կյանքը։ Իսկ մայրիկի համար ինչ բարդություններ կարող են առաջանալ։ Մայրիկի համար շատ բարդություններ կա, երբ որ պտղի գլուխը երկար ժամանակ կանգնում է մի հարթակում, ինչին էլ որ երկար սեղմես, արդեն խնդիր է, ճիշտ է, արդեն կախված որտեղ է սեղմվել։ Երեխային առանձին, մորը առանձին, ծննդաբերությունը երկար է տևում, արյան վարակման հարցեր են գալիս, ջրերը վաղաժամ մարտահոսեցին, հետին առաջին ջուր չի խառնվում, եթե կեսարյանը ժամանակին չանեն, ամեն տեսակ բարդություններ եւ մոր համար եւ պտղի համար։ Բժշկուհի, այս ամենից կարելի է առավելագույնը խուսափել, եթե կինը հենց սկզբից հղիության, իմանա, որ ինքը ունի այդ խնդիրը մասնագետների օգնությամբ եւ անցնի բժիշկների հսկողության ներքո ամբողջ հղիության ընթացքում։ Դե ընդհանրապես հղին հենց հղիացավ, մինչեւ 3-րդ ամիսը պետք է անպայման հաճախի կանանց կոնսուլտացիա, հսկողության։ Կանանց կոնսուլտացիայում առաջին քննությունների հետ նաև ֆիզիկապես է ստուգում։ Մենք մեր չափերը, երբ որ չափեցինք, տեսանք, առաջին աշճանը նեղ կոնք է, 18, ասենք չափը, 18-17, առաջին երկրորդը, էլի զգուշացնում ենք նախորդ հղիության ընթացքում երկրորդ կեսում անպայման պետք է բանտաժ կրի հղի, որպեսզի այդ մկանները չթուլանան, որպեսզի ինքը ծննդաբերության ժամանակ ուժ ունենա։ Շնորհակալություն այն տեղեկատվության համար, որ փոխանցեցիք մեզ, շատ հարցերի վրա լույս փռեցիք, բացահայտումներ արեցինք նաև զրույցի ընթացքում։ Շնորհակալ եմ։ Այսօր միավի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Ձիահի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների համաձայն 1988 թվականից մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է միավ վարակի 1881 դեպք Հայաստանի քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը 2013 թվականի ընթացքում, ինչն առավելագույնն է նախորդ բոլոր տարիների համեմատ։ Միավ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները 1298 մարդ, այսինքն 69%։ Իգական սեռի ներկայացուցիչներից միավ է ախտորոշվել 583-ի մոտ 31%։ Հայտնի է նաև երեխաների միավ վարակի 37 դեպք։ Ինչ է միավ ձիահը, ինչպես է տարածվում, ինչպես կանխարգելել, այս եւ այլ հարցերի պատասխաններ կգտնեք մեր հաջորդ տեսանյութում։ Միավ, մարդու իմունային անբավարարության վիրուս։ Վիրուս վարակ, որ ներթափանցելով մարդու օրգանիզմ ախտահարում է իմունային համակարգի այն բջիջները, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը զանազան հարուցիչներից։ Վարակի վերջին փուլը ձիահն է։ Միավը փոխանցվում է 3 ճանապարհով, սեռական ճանապարհով, առանց պահպանակի սեռական հարաբերություններ ունենալու դեպքում, արյան միջոցով, չախտազերծված պարագաներով դաջում կատարելու ժամանակ, թմրամիջոցների ներարկային օգտագործման ժամանակ չախտազերծված գործիքներ օգտագործելիս, արյան փոխներարկման ժամանակ, միավը կարող է փոխանցվել մորից երեխային հղիության ընթացքում ծննդաբերության ժամանակ եւ կրծքով կերակրելիս։ Հայաստանի Հանրապետությունում կանանց վարակման հիմնական ուղին սեռական ճանապարհն է։ Վերջին տվյալներով մեր երկրում գրանցված է միավ վարակով 1906 դեպք, սակայն հաշվարկային թիվն ավելի մեծ է՝ 3700 հիվանդ։ Գրանցված դեպքերից 38-ը մինչև 15 տարեկան երեխաներ են, որոնցից 35-ը վարակվել են իրենց մայրերից։ Միավը երեխային կարող է փոխանցվել հղիության ընթացքում, երբ ընկերքը վնասված է կամ բորբոքված, ծննդաբերության ժամանակ, երբ ծննդաբերական ուղիներով անցնելիս երեխան շփվում է մորարյան հեշտոցային արտազատուկների հետ եւ կամ կուլ է տալիս դրանք, եւ կրծքով կերակրման ժամանակ, կրծքի կաթի միջոցով, պտուկների եւ հարպտուկային շրջանում առաջացած վնասվածքների, արյունահոսող վերքերի արյուն կուլ տալու միջոցով։ Սակայն միավ վարակը խոչընդոտ չէ հղիության բնականon ընթացքի եւ առողջ երեխա ունենալու համար։ Ապացուցված է, հղիությունը բացասաբար չի ազդում եւ չի արագացնում միավ վարակի զարգացումը։
Միավ վարակի վաղ ախտորոշումը կանխարգելիչ բուժման չուշացած մեկնարկը հնարավորություն են տալիս վարակը մորից երեխային փոխանցվելու հավանականության ռիսկը նվազեցնել մինչև 1-ից 2%։ Հայաստանի Հանրապետությունում միավ վարակով ապրող կանայք ստանում են անվճար կանխարգելի չակառետրովիրուսային բուժում եւ 2007 թվականից ի վեր չի գրանցվել միավով ապրող կանանցից ծնված երեխաների շրջանում միավարակի դեպք։ Ծննդալուծման տարբերակներից նախընտրելի է կեսարյան հատումը։ Միավ վարակի դեպքում պարտադիր եւ կարևորագույն պայման է, որ մայրը հրաժարվի նորածնին կրծքի կաթով կերակրելուց։ Մայրական հասուն կաթի եւ կաթնախեժի մեջ անջատվում է միավ։ Մամիկոն Հովսեփյանն, ով 7 տարի հասարակական սեկտորում միավ ձիահ կանխարգելման գործունեությամբ է զբաղվում, ուրախությամբ են նկատում։ Հանրային իրազեկման մակարդակը տարիների ընթացքում բարձրացել է։ Ձիահ կենտրոնի, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների արդյունավետ համագործակցության արդյունքում այսօր միավի դեմ պայքարը տալիս է ցանկալի արդյունքներ։ Ձիահի կենտրոնը ունի շարժական կլինիկա, որի միջոցով հնարավոր է քաղաքի տարբեր վայրերում մարդկանց խրախուսել հետազոտվել եւ կարճ ժամանակահատվածում իմանալ իրենց կարգավիճակի մասին, բացի դրանից տեղեկացվել ընդհանրապես ինչ է միավ ձիահը։ Համատեղ ռեդակցիային լինելու է շարժական կլինիկան, որովհետեւ մարդիկ ցանկության դեպքում, քանի որ այդ ամենը կամավոր է, կարողանան մասնակցել։ Եվ վերջում չենք զլանում կրկնել, միավ վարակը չի փոխանցվում ջրի, սննդի միջոցով, կենցաղային շփումների ժամանակ, գրկախառնվելիս կամ համբուրվելիս, հազի կամ փռշտոցի միջոցով, ընդհանուր սպասքից, զուգարանից կամ լողավազանից օգտվելիս։ Առավոտյան մի նոր բանաստեղծություն եմ հորինել, գույների մասին, լսեք, կապույտ երկինք, կարմիր արև, ջերմակ ամպիկ գլխիս վերև, դարչնագույն ծառ, թարմ խոտի դես, դեզի միջին մի սև վզես, բոլոր գույների մասին երկեցի, բոլոր գույներն էլ լավն են, ճիշտ որ ասեմ, միայն սևը չեմ սիրում, դրա համար էլ բզեզին խղճում եմ, ինչպես էլ որ երգում եմ, սևը միշտ բզեզին է բաժին հասնում, ուրիշ ինչն է սև լինում, չգիտեմ, բայց որ բզեզ ուրիշ գույնել է լինում, գիտեմ, զատիկ բզեզը համ կարմիր է, համ սև, հետո ոսկեգույն բզեզել է լինում, դուք ոսկեգույն բզեզ չեք տեսել, ենքան սիրուն է, ենքան սիրուն։ Մարդկային քաղաքակրթությունների պատմությունը բազմաթիվ հաճույքներ, վայելքներ, հայտնագործություններ ու ձեռքբերումներ է հիշում, որոնք սակայն այսօր դուրս են մեր կենցաղից, սովորույթներից, կյանքից։ Մինչդեռ արվեստը հարատև է, երաժշտություն, կերպարվեստ, գրականություն, թատրոն, իդեպ վերջինն ասես համադրում է արվեստի բոլոր ուղղությունները մեկում ու հասնում արտահայտչականության կատարելության։ Իսկ ինչ է տալիս թատրոնը երեխաներին, ինչու նպաստել նրանց կապի ամրապնդմանը, հռետորական հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում եմ ստանալ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գրական մասի վարիչ Արա Խզմալյանից եւ նույն թատրոնի դերասաններ Գրիգոր Հակոբյանից եւ Լիաննա Արեստակյանից։ Ողջույն սիրելի հյուրեր, շատ ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, այսօր շատ կարևոր հարցի մասին ենք խոսելու, բայց հարցազրույցը սկսենք մի պարզ հարցից։ Ինչու երեխային պետք է տանել թատրոն, ինչ է տալիս թատրոնը փոքրիկներին։ Հոգեբանական տեսակետից թատրոն տանելը, տեխնիկային ներկայացման տանելը երեխաներին ունի նաև մի իմաստ, որ դա այն եզակի օազիսներից է, որ հնարավորություն է տալիս անմիջական կենթանի շփման, ոչ վիրտուալ հաղորդակցության հնարավորություն է տալիս եւ կարծում եմ, որ այս դահլիճի մթնոլորտը, կենթանի տպավորությունները, տեխնիկների հետ կենթանի երկխոսությունը անմիջական եւս շատ անհրաժեշտ է։ Զուտ հոգեբանական առումով, բայց մնում է, որ մենք ապահովենք այն ներկայացումների այն որակը, որ կարելի լինի երեխաներին տանել մանկական ներկայացում նայելու։ Իսկ այստեղ մենք շատ խնդիրներ ունենք։ Երեխա հանդիսատես ինչ պահանջներ ունի, որը չունի մեծահասակը։ Սկսենք օրինակ ձայնից, ճիշտ հնչողություն, բառերի արտասանություն։ Երբեմն ցավոք սրտի մանկական ներկայացումներ ես դիտում, լսում, որ մեծահասակն էլ, հա, երեխայի կողքը նստած չես ընկալում, թե ինչ ասեց դերասանը։ Ներողություն, չարչերկված արտահայտություն կա, բայց շատ խոր իմաստ ունեցող, Ստանիսլավսկու խոսքն է, եթե չեմ սխալվում, երեխաների համար պետք է խաղալ այնպես, ինչպես մեծերի, բայց ավելի լավ։ Այս ավելի լավը ասվածը, երևի թե բառերը իրոք
վանկերը, տառերը, մինչև վերջի հաթոռ, վերջի Հանճարեղ հանդիսատեսին։ դերասան Յուրսկին, Սերգեյ Յուրսկին, ասում էր, որ իր կյանքի ամենաբարդ դերը եղել է ձմեռ պապիկի դերը։ Հա, այդ հանճարեղ իսկապես տաղանդավորագույն մարդու համար ամենաբարդ դերը եղել է ձմեռ պապիկի դերը։ Ոլորտի հիմնական խնդիրները հետևյալն են։ Տեսեք, երբ մենք մտնում ենք խանութ սնունդ որևէ սննդամթերք գնելու, մենք վերցնում ենք ուշադիր կարդում ենք պիտակը, ինչ բաղադրիչներ, ժամկետանց է թե ոչ, կարելի է թե ոչ, յուղայնություն եւ այլն։ Ստեղծում ենք պետական օղակներ, որոնք պիտի վերահսկեն այն սննդի որակը, որից մենք օգտվում ենք, բայց ինչու ենք մենք մոռանում հոգեվոր սնունդ կոչվածի մասին։ Այստեղ բացարձակորեն բացակայում է վերահսկողությունը, չափանիշը, պատասխանատվության զգացումը, բայց սա ամենակարևոր խնդիրն է։ Ինչ ենք մենք մատուցում մեր երեխաներին։ Այն, ինչ այսօր տեղի ունենում հայ թատրոնում, մասնավորաբար այսպես անկախ թատերական խմբերը, որոնք մանկական ներկայացումներ են բեմադրում, մեղմացած այստեղ պետք է շատ լուրջ աշխատել։ Վաղուց եմ առաջարկել, որ փորձագետների խումբ է պետք ձևավորել, հոգեբաններից կազմված, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի նախարարության ներկայացուցիչը եւ որոշել մեկընդմիշտ, որ առանց արտոնագրի որևէ մեկը իրավունք չունի մանուկներին ներկայացնել։ Սա բացարձակապես չի առնչվում ստեղծագործողի ազատության խնդրին, այդ սուրբ իրավունքին ցանկացած ստեղծագործողի, բայց այս վիճակը սա անթույլատրելի է։ Ես սարսափում եմ, թե ինչպես են սկսում ներկայացումները։ Թատրոնի բակում ինչ առևտուր է սկսում, էժանագին շուկայի, էժանագին ապրանքի եւ սուլիչների, բամբակե պաղպաղակների ուղեկցությամբ մեր երեխաները մտնում են դահլիճ եւ թատրոնը սկսում է, ներկայացումը սկսում է շուկայից։ Մենք թատրոնի մուտքի կուլտուրան չենք կարողանում նույնիսկ ձևավորել, ուր մնաց խոսենք կուլտուրական ներկայացումների մասին։ Հետո մի հարց կար, որ շատ արդիական այսօր, աբոնեմենտների հարցը։ Թատրոնում, երբ որ գալիս էին դպրոցով, աբոնեմենտով, դասարանով, նախ աբոնեմենտները այդ ասված սիստեմատիկ թատրոն հանդիսատես կապներ ամրապնդում, երկրորդը սովորաբար խելամիտ ուսուցիչները, որոնցով լի է մեր հանրապետությունը, ներկայացումից հետո քննարկում են երեխաների հետ, ինչն էր գեղեցիկ, որն էր լավը, որն էր վատը, ինչ հասկացաք ներկայացումից եւ նույն աբոնեմենտային սկզբունքը գործում էր տիկնիկային թատրոնում, Պատանի հանդիսատեսի թատրոնում, Հայ ֆիլհարմոնիայում, դասական երաժշտության աբոնեմենտներ, ես հիշում եմ երեխա ժամանակ մեզ Սա եւս օգնող տարբերակ է։ Իհարկե, իսկ հիմա ինչ կարգադրություն որ իջեցնում են կամ ինչ որոշումներ որ ընդունում են պետական տարբեր օղակներ, երբեմն տպավորություն է ստեղծում, որ դա ուղղված է հենց այս կապը խզելու։ Մեր թեման կարծես մի քիչ վատատեսական գնաց, բայց մենք խոսում ենք իրականության մասին եւ նման զրույցների օգնությամբ հուսանք տարիներ հետո խնդիրը իսկապես Հայաստանում կլուծվի, գոնե աստիճանաբար։ Տաղավարում պարոն Հակոբյանն իր հետ բերել է նաեւ ագրավիկին եւ պետք է խնդրեմ մի քանի բան ցույց տա։ Ինչպես եք աշխատացնում։ Շատ փոքրիկներ տեսնում են ու չեն պատկերացնում ինչպես են տիկնիկները շարժվում։ Խոսում ենք հրաշքի մասին, հեքիաթի մասին։ Հրաշքը, երբ որ թելերի, սպունգի կույտը, հա, առարկաները, հանկարծ կենթանանում են։ Տեսեք, սա հպարտ ագրավն է։ Սխալ բան է արել, բայց չի ուզում սխալը ընդունել։ Սա թաքնվող, ամաչող, սա մտածող ագրավն է։ Լավ բան է մտածել։ Իսկ սա ձեզ սիրող ագրավն է։ Լիաննա, դուք թիվը հիշում եք, թե այսօր քանի ներկայացման մեջ եք ընդգրկված։ Մոտավոր։ Մոտավոր 15-ից 20 ներկայացման մեջ։ Իսկ թատրոնն ունի 40-45 ներկայացում։ Ամենասիրելի դերը, կերպարը, տիկնիկը ո՞րն է ձեր։ Դուք հուրից փոքրիկ հատված ներկայացրեցիք, մեր ներկայացումը կոչվում է հենց այն հուրին, ոչ թե անբան հուրին, այո, ես շատ եմ սիրում այս ներկայացումը։ Կա նաև եւս մի հետաքրքիր ներկայացում, որը մեծահասակների համար է, կոչվում է Թևավորը, բայց մենք խաղում ենք տիկնիկներով։ Իրեն հանդիսատեսի խնդիր ունի այդ ներկայացումը, որովհետև մենք սովոր չենք տիկնիկային ներկայացում մեծահասակների։ Այո, ունի այնքանով, որովհետև տեղեկացված չէ հանդիսատեսը, թե որովհետև մարդկանց մոտ կա այսպիսի բան, որ տիկնիկային թատրոնը միայն փոքրերի համար է։ Եվ մատուցել մի նոր բան, երբ որ նորարարությունը գալիս է, շատ դժվար է հավաքել մի թիմ, որ գիտես այս էլ կա, որովհետև ներկայացումը կարծես խաղացանկից մի քանի տարի է ինչ չի իջնում։
Բայց ամսվա մեջ շատ քիչ է խաղացվում, հենց կարծում եմ հանդիսատեսի համար պատճառով։ Սիրելի հյուրեր, շնորհակալ եմ, որ եկաք, շնորհակալ եմ հարցազրույցի համար, մենք կարճ զրույցի ընթացքում իհարկե կարողացանք մի քանի խոցելի կետերի մասին խոսել, հուսանք, որ տարիներ հետո դրանք կշտկվեն եւ հայ փոքրիկները Հայաստանում հնարավորություն կունենան լավ մանկական ներկայացում դիտելու։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Երեխայի ծնունդը գլխիվայր փոխում է մայրիկի կյանքը։ Սկսում ես ապրել փոքրիկիդ համար։ Նրա ուրախությունները քո ուրախությունն է, նրա ձեռքբերումները քոնն են։ Քոնն են նաև նրա նախասիրությունները։ Դա լավագույնս արտահայտվում է նորաթուխ մայրիկների սովորույթներում, երբ անգամ ամենաշոպոգոլիկ մայրիկը մի կողմ է դնում իր նախասիրությունները ու սկսում է վազել ոչ թե դեպի իր տարիքի, այլ մանկական հագուստի բաժիններ։ Անկախ այն հանգամանքից, թե քանի զգեստ կա ձեր երեխայի պահարանում, մի բան պետք է միշտ հիշել։ Մանկական հագուստն առանձնահատուկ խնամք է պահանջում։ Ինչպես հարցի պատասխանը հաջորդ տեսանյութում է։ Մուտքն առանց կոշիկների է։ Եթե փոքրիկ Դավիթի սենյակ կոշիկներով փորձես մտնել, նա քեզ դռան տեղը ցույց կտա։ Երեխան շատ մաքրասեր է, մայրիկին նույնիսկ թույլ չի տալիս կոշիկներով իր գորգի վրա ոտք դնել։ Հետևում է սենյակի կարգ ու կանոնին, օրենքներ սահմանում, խաղալիքներն իրենց տեղը շարում, զգեստապահարանում էլ խառնաշփոթ չի հանդուրժում։ Պահարանի դուռը բացելը երեխայի ամենասիրելի զբաղմունքներից է։ Փոքրիկը գիտի, սիրով լվացված ու մանրակրկիտ արթուկված շապիկներն ու տաբատներն այնտեղ իրեն են սպասում։ Դավիթի մայրիկն իր համար բացահայտել է առողջ երեխա մեծացնելու կարևոր գրավականներից մեկը։ Երեխայի համար պետք է ճիշտ հագուստ ընտրել եւ չզրանալ հետևել դրա խնամքին։ Դավիթի եւ նրա մայրիկի օգնությամբ էլ մենք այսօր կբացահայտենք երեխայի հագուստի ճիշտ ընտրության եւ դրա խնամքի ամենակարևոր կանոնները։ Կանոն առաջին. ցտեսություն ենք ասում սինթետիկ հագուստին, նախապատվությունը տալիս ենք բամբակյա եւ բնական գործվածքներից կարվածին։ Երեխային հագցնելուց առաջ ուշադիր զննեք հագուստը, կտրեք դրա վրայի առկա պիտակները։ Դրանք կարող են վնասել երեխայի մաշկը կամ անհանգստության պատճառ դառնալ։ Հաճախ ծնողները չեն կարողանում գուշակել, որ երեխայի կամակորության պատճառը անմեղ թվացող այսպիսի պիտակն է։ Երեխայի շորիկները պետք է լինեն բամբակը կամ բրձյա, վերնազգեստները բրձյա լինեն ձմեռվա համար նախատեսված, իսկ ներքնազգեստները կամ մայրճկեքը այդ ամենը պետք է լինեն զուտ բամբակյա։ Բամբակը շնչով է, բամբակը հիգիենիկ է, բամբակը չի քրտնացնում, հիպոալերգեն է ինքը, ալերգիկ երևույթներ չի առաջացնում։ Ընտանիքում տոնի է վերածվում այն օրը, երբ երեխան իր ձեռքով գտալը բերանն է տանում։ Փոքրիկն ավելի ինքնուրույն է դառնում, մայրիկը մի քանի րոպե ազատ ժամանակ է շահում, զվարճալի այս տեսարանի ականատեսներն էլ կուշտ ծիծաղում են։ Սակայն տոնն իր հետևանքներն է թողնում՝ մի սար լվացք ու պնդերես լաքաներ։ Երեխայի հագուստը լվանալիս նախապատվություն պետք է տալ մանկական լվացող միջոցներին։ Ուշադրություն դարձրեք դրանց բաղադրությանը։ Դրանցում սոդա, սպիտակեցուցիչներ եւ ցեոլիտներ չպետք է լինեն։ Ֆոսֆատների քանակն էլ 30%-ի շեմը չպետք է հատի։ Ու ամենակարևորը, երեխաների հագուստը պետք է մեծերի հագուստից առանձին լվանալ։ Քլոր նա չպետք է պարունակի իր մեջ, որտեղ քլորն արդեն իրենից ներկայացնում է ալերգիկ նյութ, որը կարող է մաշկի վրա ունենալ բացասական ազդեցություն, գրգռի մաշկը, առաջացնի թեփոտություններ, տարբեր մաշկային խնդիրներ առաջացնի։ Որտեղ չորացնել լվացքը։ Փակ տարածքներում դա անել խորհուրդ չի տրվում։ Այդպիսով խոնավության մակարդակի բարձրացման ու սնկերի բազմացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում։ Լվացքը պետք է չորացնել հով եղանակին։ Արևի ուղիղ ճառագայթների տակ չորացող լվացքը երեխայի առողջությանը վնաս չէ, այն պարզապես շուտ է գունաթափվում։ Փոքրիկի առողջությանը կարող է վնասել ձմռանը վառարանների ծխի տակ չորացված լվացքը։ Այն կարող է մաշկային եւ շնչառական մի շարք հիվանդությունների հանգեցնել։ Իդեպ մասնագետները երեխայի հագուստի խնամքի մասին խոսելիս չեն շրջանցում նաեւ փափուկ խաղալիքները։ Դրանք եւս կտորից են եւ անընդհատ երեխայի հետ են։ Չգիտենք օգտագործված ինչ հումքից է նա պատրաստված, նրա ներկանյութերը, ինչով են ներկել այդ տարբեր գույները, ինչից սինթետիկ են, հիմնականում սինթետիկ են նրանք եւ ինչ կարան իրենց մեջ պարունակել եւ կարան ալերգիայի պատճառ լինեն։ Արթուկ անելիս երեխայի վերնազգեստի արթուկումով մի սահմանափակվեք։ Փոքրիկի ներքնաշորերը, նույնիսկ գուլպաները մանրազնին արթուկման կարիք են զգում։ Արթուկվելիս հագուստն ախտահանվում է։
Կատարյալ արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում արդյունք անել գոլորշիով։ Ներքնահագուստը պետք է 2 երեսից արդյունքել։ Շորիկը ենթարկում ենք ջերմային մշակման, եւս մեկ անգամ նրան ապահովագրելով տարբեր տեսակի թե հարուցիչներից, թե պարազիտներից, հանճիճուների ձվիկները կարող են մնալ շորի վրա, նրանք թեկուզ լվացվեն, բայց կարող են կայուն լինել լվացման հեղուկներին եւ բացասական ազդեցություն ունեն երեխայի օրգանիզմի վրա։ Դրա համար երկկողմանի հարթուկումը շատ դրական արդյունք ունի։ Սիրելի մայրիկներ, մենք ներկայացրինք երեխայի հագուստի խնամքի ամենակարևոր կանոնները։ Դա ոչ մանրուք է, ոչ էլ ժամանակի անիմաստ վատնում։ Յուրաքանչյուր վրիպում կարող է վնասել երեխայի առողջությանը։ Ինչպես ասում են, թշնամին երբեմն տնից է լինում։ Թշնամին կարող է լինել երեխայի մոտ կանգնած ու կասկածների տեղիք չտվող անմեղ պիտակը, գուլպան կամ էլ արջուկը։ Մարդու էությունն է այդպիսին։ Մենք սիրում ենք տրտնջալ, բողոքել, պահանջել, սրտնեղել։ Ուզում եմ մի գաղտնիք բացել։ Երբ ես այդպիսի տրամադրություններ եմ ունենում, ինքս ինձ ասում եմ. կան մարդիկ, ովքեր չունեն քո ունեցածի 1/10-ը։ Անգամ կան երկրներ, ուր պարզ ջուրն ու բժշկական տարական օգնությունը չտեսնված ճոխություններ են։ Կան մարդիկ, ովքեր զրկված են տեսնելու, լսելու կամ ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ Այսպիսի մի քանի նախադասություն եւ ես ամաչում եմ, որ ինձ թույլ եմ տալիս սրտնեղել մանր-մունր բաների համար։ Լավատեսությունն էլ ունակություն է, որը մեր երեխաները սովորում են մեզանից։ Եկեք դաստիարակենք ոչ թե լացկան, այլ հպարտ ու շնորհակալ երեխաներ։ Չէ՞ որ մայր լինելը ոչ թե հոգս է, այլ երջանկություն։